Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմինը հայտարարություն է տարածել Հայաստանի եւ Ադրբեջանի միջև պայմանագրի շուրջ այսպես կոչված բանակցությունների ավարտի, իսկ իրականում օրվա կառավարիչների կողմից միակողմանի հակապետական զիջողականության արդյունք կրկնակապիտուլյացիայի առնչությամբ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը պահանջում է անհապաղ հրապարակել վերջնական տեքստը, հայտարարում է, որ Նիկոլ Փաշինյանը չունի մանդատ եւ լեգիտիմություն հայ ժողովրդի անունից նման պայմանագրեր ստորագրելու, արձանագրում է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար անընդունելի է ուժի գործադրման բացահայտ սպառնալիքով բանակցությունների ցանկացած արդյունք եւ այն չի կարող ապահովել արդար եւ երկարաժամկետ խաղաղություն տարածաշրջանում։ Անընդունելի է համարում առանց միջազգային միջնորդների եւ առանց անվտանգության միջազգային երաշխիքների փաստաթուղթը, անթույլատրելի է համարում Հայաստանի Հանրապետության գործող սահմանադրության արտաքին ճնշման տակ իրականացվող փոփոխությունը, որը հարցականի տակ է դնելու Հայաստանի երրորդ հանրապետության պատմությունն ու գոյությունը։ Վերահաստատում է, որ միջազգային դատարաններում հայցերից հրաժարումը ադրբեջանական հերթական ուլտիմատումի հնազանդ կատարում է։ Ընդգծում է ԵՀԿ Մինսկի խմբի լուծարման կենսական վտանգավորությունը, դատապարտում է Բաքվում հայերի նկատմամբ իրականացվող շինծու դատական գործընթացի վերաբերյալ Հայաստանի այսօրվա կառավարիչների կրավորական կեցվածքը եւ անգործությունը, որպես համապարփակ պայմանագրի ներկայացվող փաստաթղթի շուրջ բանակցությունների ավարտի հայտարարմանը զուգահեռ ադրբեջանական կողմը շարունակում է այսպես կոչված Միջանցքի տրամադրման, Հայաստանի Հանրապետության ապառազմականացման նոր ագրեսիայի վերաբերյալ եւ Հայաստանի Հանրապետության գոյության դեմ ուղղված այլ ռազմատենչ հայտարարություններ անել։ Արտաքին որոշ ուժերի կամակատար Նիկոլ Փաշինյանի կառավարման յուրաքանչյուր օր վտանգում է Հայաստանի պետականությունը եւ ինքնիշխանությունը։ Այսօր ազգային ժողովում արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը նշել է, խաղաղության համաձայնագրում քառակուսի մետրով նշված չէ, բայց եւ Հայաստանը եւ Ադրբեջանն այդ համաձայնագրով ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը։ Սա ասելուց հետո Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարը պնդեց, որ համաձայնագիրն ամբողջությամբ բխում է Հայաստանի Հանրապետության շահերից։ Կան Հայաստանի Հանրապետության պատկանող տարածքներ, որոնք այժմ ադրբեջանական ուժերի վերահսկողության տակ են, այդ թվում Ջերմուկից կան Ադրբեջանի որոշ տարածքներ, որոնք Հայաստանի ուժերի վերահսկողության տակ են։ Վրաստանի արտաքին գործերի նախարարությունն անդրադարձել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև ձեռքբերված համաձայնությանը, նշելով. «Ողջունում ենք Հայաստանի եւ Ադրբեջանի միջև ձեռքբերված համաձայնությունը խաղաղության պայմանագրի բոլոր 17 կետերի վերաբերյալ։ Սա պատմական քայլ է տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության եւ կայունության հաստատման ուղղությամբ»։ Բրազիլիայի արտաքին գործերի նախարարությունը նույնպես անդրադարձել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև ձեռքբերված համաձայնությանը, նշելով. «Բրազիլիայի կառավարությունը ողջունում է Հայաստանի եւ Ադրբեջանի կառավարությունների հայտարարությունը, որ նրանք ավարտել են բանակցությունները համաձայնագրի շուրջ, որը կվերականգնի երկրների միջև խաղաղությունը եւ կկարգավորի երկկողմ հարաբերությունները»։ Երևանի քաղաքապետարանը որոշակի մտահոգություններ ունի վերջին ձերբակալությունների հետ կապված։ Այս մասին հրավիրված ասուլիսում հայտարարեց Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը, անդրադառնալով Երևանի քաղաքապետարանում վերջին շրջանում աղմկահարույց ձերբակալություններին։ Եթե ծանոթանանք ձերբակալված, կալանավորված կամ կալանքը մասնակի բավարարված գործընկերների փաստաբանների փաստարկներին, եթե իմանանք, թե նրանք ինչում են մեղադրվում, անազատության մեջ կամ տնային կալանքի տակ, ինքներդ կհասկանաք, որ ինչ-որ բան այնպես չէ, ասաց նա, հավելելով, որ կարծում է Երևանի քաղաքապետարանում ձերբակալությունները միանշանակ չեն ընդունվում ոչ միայն իրենց կողմից, այլ լուրջ խնդիրներ են տեսնում։ Անդրադառնալով անիվում կոռուպցիոն չարաշահումներին, Ավինյանի մամուլի քարտուղարը հայտարարեց, որ 4 միլիարդ ֆինանսավորում ստանալը եւ 5.5 միլիարդ հարկ վճարելը խոսում է ոչ թե ձախողման մասին, այլ բոլորովին այլ բանի մասին։ Ավելին Կոստանյանը համոզմունք հայտնեց, որ անիվը նաեւ հաջողություններ է ունեցել։ Երկար բանակցություններից հետո Հայաստանի համարձակ փոխզիջումները հնարավոր դարձրին այս վերջին քայլը այն ճանապարհին, որով մենք գնում ենք երկու երկրների հետ միասին։ Ես երկու կողմերին կոչ եմ անում ստորագրել խաղաղության համաձայնագիրը։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի արտգործնախարարը։ Դենևրի օդանավակայանում American Airlines ավիաընկերության ինքնաթիռ է բռնկվել, ուղևորները տարանվում են փչովի սլայդների միջոցով։ Թռիչքուղին ծխով է լցվել, կադրերում երևում են, թե ինչպես են ծխի միջից դուրս գալիս մարդիկ։
Մինչ քննարկվում են հնարավոր հրադադարի պայմանները, Ուկրաինան փորձել է նորից հարված հասցնել Մոսկվային։ ՀՕՊ համակարգերը հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ 4 անօդաչու թռչող սարքերի հարձակումը, հաղորդում է Սոբյանինը։ Դեպքի վայրում աշխատում են արտակարգ ծառայությունները։ Ռոսավիացիան հայտարարել է մայրաքաղաքի Վնուկովո օդանավակայանի, ինչպես նաև Կալուգայի օդային նավահանգստի շահգործման սահմանափակումների մասին։ Զգուշացեք Մոսկվա Տելեգրամի ալիքը վկայակոչելով տեղի բնակիչներին, հայտնել է, որ պատյունների ձայները հնչել են նաև Կուտուզովսկի պողոտայում Դորոգոմիլովոյի բնակելի շենքում տանիքի երեսկալը վնասվել է։ Ավստրիայի արտաքին գործերի նախարարությունը ողջունել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի հարցում գրանցված առաջընթացը։ Այս մասին գրված է X-ի միկրոբլոգում։ Ջերմորեն ողջունում ենք Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության հարցում ձեռք բերված առաջընթացը։ Մենք հուսով ենք, որ շուտով կստորագրվի համաձայնագիր։ Համապարփակ եւ արդար համաձայնագիրը վստահաբար կամրապնդի կայունությունը, անվտանգությունը եւ բարգավաճումը ողջ տարածաշրջանում, ասվում է Ավստրիայի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։ Նիկոլ Փաշինյանը երեկ երեկոյան լրագրողների հետ զրույցում չբացառեց, որ որևէ փուլում Հայաստանով միջանցք կամ ճանապարհ է տրամադրելու Ադրբեջանին։ Բացառում եք Մեղրիով Միջանցքի ճանապարհի որևէ տարածքի տրամադրումը Բաքվին։ Հարցին ի պատասխան Նիկոլ Փաշինյանը սկզբում փորձեց կրկին խոսել խաղաղության խաչմերուկ նախագծի ճանապարհների ապաշրջափակումից, սակայն հարցը մի քանի անգամ կրկնվելուց հետո նշեց. Այո, տալու ենք, ճանապարհ տալու ենք, ինչպես ենք ճանապարհ տալուին վերջին հոդվածում մանրամասն գրանցված է, ձևակերպված։ Մենք սպասում ենք Ադրբեջանի պաշտոնական պատասխանին եւ երբ մեր առաջարկին Ադրբեջանի պաշտոնական պատասխանը լինի, հենց հաջորդ վայրկյանից մենք պատրաստ ենք մեր առաջարկի իրագործմանը։ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը մեր արտաքին քաղաքականության առաջնահերթությունների մեջ չի մտնում այսօր։ Թուրք լրագրողներին տված հարցազրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը։ Նա ակնարկեց, թե իրեն մեղադրում են մեծ եղերնը ուրանալու մեջ, բայց խոսքը դրա մասին չէ, որովհետև Փաշինյանի խոսքով Հայաստանում եւ հայության շրջանում դա անառարկելի ճշմարտություն է, բայց ինչպես նշեց Փաշինյանը, պետք է տարբերակել պետական շահերի սպասարկումն ու պատմական ճշմարտությունները։ Հարց է ծագում, թե որտեղ եւ ինչպես մենք պետք է կենտրոնանանք Հայաստանի պետական շահերի սպասարկման վրա եւ ինչպես եւ որտեղ պետք է կենտրոնանանք մեր իմացած պատմական ճշմարտությունների ընդգծման եւ այդ ճշմարտություններին հենվելու վրա, որովհետեւ այն ժամանակաշրջանը, երբ այդ մեծ ողբերգությունը տեղի է ունեցել, եղել է մի ժամանակաշրջան, երբ չի եղել Հայաստանի Հանրապետությունը։ Այսօր կա Հայաստանի Հանրապետություն, միջազգայինորեն ճանաչված պետություն եւ միջազգայինորեն ճանաչված այդ պետությունն ունի հնարավորություն ապահովելու սեփական քաղաքացիների անվտանգությունն ու բարեկեցությունը, բայց դրա համար անհրաժեշտ են որոշակի պայմաններ, ասաց Փաշինյանը։ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ըստ էության համաձայնել է Ուկրաինայի հետ 30-օրյա զինադադար հաստատելու առաջարկին։ Նա սակայն առաջնահերթ պայման է համարել, որ ռազմական գործողությունների դադարեցումը հանգեցնի երկարաժամկետ խաղաղության։ Մենք համաձայն ենք ռազմական գործողությունները դադարեցնելու առաջարկներին, բայց մեզ համար ելակետն այն է, որ ռազմական գործողությունների դադարեցման արդյունքում հաստատվի երկարաժամկետ խաղաղություն եւ վերացվեն այս ճգնաժամի սկզբնապատճառները, ասել է Ռուսաստանի նախագահ։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ողջունել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագծի տեքստի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտը։ X-ի իր միկրոբլոգում նա գրել է. Ողջունում եմ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև բանակցությունների ավարտի մասին հայտարարությունը։ Այժմ ոչինչ չի խոչընդոտում Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմանը, որը պետք է ճանապարհ հարթի Հարավային Կովկասում կայուն խաղաղության համար։ Ուկրաինական կարգավորման հարցով ամերիկացի բանակցողները թռչում են Ռուսաստան եւ համապատասխան շփումները նախատեսված են 5-շաբթի օրը։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Իսկապես բանակցողները թռչում են, իսկապես շփումները ծրագրված են։ Մենք առաջ չենք վազի, հետո կպատմենք, ասել է Կրեմլի ներկայացուցիչը։ Մարտի 12-ին Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիտն ասել է, որ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Ստիվեն Վիտկովն այս շաբաթ կմեկնի Մոսկվա քննարկելու Ուկրաինայի հակամարտության կարգավորման հարցը։
Կանադայի նորընտիր վարչապետ Մարկ Քարնին հայտարարել է, որ պատրաստ է բանակցություններ վարել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, եթե նա հարգանք ցուցաբերի Կանադայի ինքնիշխանության նկատմամբ եւ պատրաստ լինի քննարկել առևտրի ոլորտում համատեղ մոտեցումները։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։ Ես պատրաստ եմ հանդիպել նախագահ Թրամփի հետ հարմար պահին, բայց միայն Կանադայի ինքնիշխանությունը հարգելով եւ առևտրային հարաբերությունների նկատմամբ ավելի ընդգրկուն մոտեցման վրա աշխատելու շրջանակներում, ասել է Քարնին մամուլի ասուլիսում։ Կուրսկի շրջանի ազատագրումը կպահանջի այնքան ժամանակ, որքան կպահանջվի զինվորականների եւ խաղաղ բնակիչների կյանքը փրկելու համար։ Այս մասին այսօր մարտի 13-ին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նախագահն ասաց, որ դա պետք է արվի հնարավորինս արագ, այնքան որքան անհրաժեշտ է մեր զինվորականների եւ քաղաքացիական անձանց առավելագույն թվով կյանքեր փրկելու համար, ասել է Պեսկովը։ Կասկած չկա, որ Կուրսկի շրջանը կազատագրվի, հավելել է Պեսկովը։ Միացյալ Նահանգների միջազգային զարգացման գործակալությունը USAID-ն ծանուցել է Եվրոպական էներգետիկ համայնքին, որ դադարեցրել է իր դրամաշնորհային համաձայնագիրը Ուկրաինայի էներգետիկ աջակցության հիմնադրամի հետ, ասվում է համայնքի կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։ Այն ներկայացնում է Եվրամիության եւ նրա հարևան երկրների միավորումը ինտեգրված համաեվրոպական էներգետիկ շուկայի ստեղծման շրջանակներում։ Էներգետիկ համայնքի քարտուղարությունը հաստատել է այս ծանուցման ստացումը եւ ներկայումս սպասում է ԱՄՆ USAID հետագա պարզաբանմանը։ Այս դրամաշնորհի դադարեցումը կնվազեցնի Ուկրաինայի էներգետիկայի համար անհրաժեշտ սարքավորումներ ձեռք բերելու համար հասանելի միջոցները, ասվում է հայտարարության մեջ։ Եվրախորհրդարանը բանաձև ընդունեց Բաքվից պահանջելով անհապաղ արձակել հայ գերիներին։ Այն ընդունվեց 523 կողմ, 3 դեմ եւ 84 ձեռնպատ ձայներով։ Փաստաթղթում նշվում է, որ Ադրբեջանում շարունակում են պահվել 23 հայ պատանդներ, այդ թվում նաեւ Լեռնային Ղարաբաղի նախկին պաշտոնյաները։ Ռուբեն Վարդանյանը դադարեցնում է հացադուլը։ Հացադուլը ոչ միայն բողոքի, այլ անարդար դատավարության ու իրավիճակի վրա ուշադրություն հրավիրելու միջոց էր։ Հացադուլ հայտարարելու համար ես մի քանի նպատակ ունեի՝ ցույց տալ, որ չկա իրական դատավարություն, այլ իրականացվում է ձևական դատ, ցույց տալ, որ այստեղ միայն ինչ չեն դատում են բոլոր հայերին եւ հենց պետությանը, ցույց տալ, թե ինչ գին պետք է վճարեին նրանք, ովքեր կցանկանային մնալ ու ապրել Արցախում, այլ չհեռանալ։ Ձայնային ուղերձում նշել է Ռուբեն Վարդանյանը։ Մեկնարկեցին իրական Հայաստանի գաղափարախոսության նախագծի քննարկումները։ Այս մասին Facebook-յան էջում հայտնել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը կից տեսանյութ հրապարակելով։ Քննարկման ընթացքում վարչապետն անդրադարձել է հարցին, ինչ է գաղափարախոսությունը եւ ինչի համար է։ Այդ հարցին վարչապետի պատասխանը հետեւյալն է՝ գաղափարախոսությունը բանաձևերի համախումբ է, որով մենք գնահատում ենք մեր գործողությունները, որոնց վրա հիմնվելով կայացնում ենք որոշումներ։ Հայաստանի հարցերով համազեկուցող եւ բանաձևի համահեղինակներից Վասիլիա Դինկուն իր ելույթում նշեց հայ քաղաքական բանտարկյալների վիճակը մեծ հարցական նշան է Կովկասի, այս հատվածում արդարության, կայունության եւ խաղաղության վերաբերյալ։ Նա հիշեցրեց, որ Եվրոպական խորհրդարանը վերոնշյալ հարցերում երբեք չի շեղվել իր սկզբունքներից, այդ թվում Հայաստանի ինքնիշխանության եւ անկախության հարցում։ Մենք ցանկանում ենք լինել այս դատավարությունների մասը եւ աջակցել այն հնարավոր պատժամիջոցներին, որոնք ուղղվեն ադրբեջանական այն պաշտոնյաների դեմ, որոնք կատարում են դատական բռնություններ։ Մենք պետք է խիստ պատժամիջոցներ կիրառենք այս պաշտոնյաների նկատմամբ եւ խրախուսենք ապագայում նման բռնությունների կանխարգելումը։ Ապագան հեռու է դրականից։ Տարածաշրջանում ռազմական իրավիճակը հաշվի առնելով մենք պետք է գործենք հիմա եւ ընդունենք կոնկրետ միջոցներ ապագա ողբերգություն թույլ չտալու համար։ Իր ելույթում նշեց Եվրապատգամավորը։ Առաջարկված բանաձևի համահեղինակ Հայաստանի հարցերով համազեկուցող Նատալի Լուազոն իր ելույթում նշեց, որ Բաքվում տեղի ունեցող դատավարությունները ոչնչով չեն զիջում ստալինյան դատավարություններին եւ որ գերիների միակ մեղքը հայ լինելն է։ Լուազոն դիմելով ԵՄ բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին ափսոսանք հայտնեց, որ նա հերթական անգամ ներկա չի լիագումար նիստին եւ չի լսում իրենց։ Պատգամավորը Կայա Կալասին հորդորեց գնալ Հայաստան եւ տեղում տեսնել, որ կա մի երկիր խաղաղության ձգտումով ու Եվրոպայի երազով։ Եվրախորհրդարանականը կոչ արեց լսել ու իրականացնել այն, ինչ երկար ժամանակ է անընդհատ պահանջում է Եվրոպական խորհրդարանը։ Եվրոխորհրդարանի քաղաքական բոլոր խմբակցություններից ելույթ ունեցած ավելի քան 1 տասնյակ պատգամավորներն կարևորեցին ԵՄ-ի խիստ դիրքորոշման, Ադրբեջանի
Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու, պատժամիջոցներ կիրառելու անհրաժեշտությունը եւ ստեղծված քաղաքական իրավիճակն անվանեցին ամոթալի։ Պատգամավորները հիշեցրեցին, որ Բաքվից զգնված գազը չի կարող առավել կարևոր լինել մարդու իրավունքներից եւ եվրոպական արժեքներից, հատկապես ընդգծելով, որ որևէ տարբերություն չկա ռուսական եւ ադրբեջանական գազի միջեւ։ Քննարկման ավարտին ելույթով հանդես եկավ Եվրոպական հանձնաժողովի հանձնակատար Դան Յորգենսենը։ Եվրոպական հանձնաժողովը հետևում է Լեռնային Ղարաբաղից 16 հայ մեղադրյալների դեմ ընթացող դատավարություններին, որոնք մեկնարկել են այս տարվա հունվարի 17-ից Բաքվի ռազմական դատարանում։ Մենք տեղյակ ենք, որ մարդու իրավունքների պաշտպանության կազմակերպությունները մտահոգություն են հայտնել այս դատավարությունների արդարության եւ մեղադրյալների նկատմամբ վերաբերմունքի վերաբերյալ։ Շատերը նույն մտահոգություններն են արտահայտել եւ այսօր մենք այս հարցերը շատ լուրջ ենք ընդունում, հետևելով զարգացումներին։ Արդար դատաքննության իրավունքը պետք է երաշխավորվի եւ հարգվի։ Եվրամիության հատուկ ներկայացուցիչը Հարավային Կովկասում նույնպես ուշադիր հետևում է եւ այս հարցերին եւ մեր մտահոգությունները փոխանցում Բաքվի իշխանություններին, ասաց հանձնակատար Յորգենսենը, հավելելով, որ Եվրամիության հարաբերություններն Ադրբեջանի հետ հիմնված են սկզբունքների վրա, որոնց երկու կողմերն էլ պարտավորվել են հավատարիմ մնալ։ Առաջին հերթին դա մարդու իրավունքների եւ օրենքի գերակայության հարգումն է։ Ուստի Եվրամիությունը շարունակելու է կոչ անել Ադրբեջանի կառավարությանը կատարել իր միջազգային պարտավորությունները, որոնք ներառում են օրինական դատավարության եւ արդար դատաքննության իրավունքը։ Մենք կօգտագործենք բոլոր հնարավորությունները, որպեսզի Ադրբեջանը պարտավորվի ապահովել կալանավորվածների համար արժանապատիվ եւ անվտանգ պայմաններ։ Խոշտանգումների եւ անմարդկային վերաբերմունքի վերաբերյալ զեկույցները պետք է անհապաղ եւ անկողմնակալ կերպով հետաքննվեն, նշեց հանձնակատարը։ Հանձնակատար Յորգենսենը նշեց, որ Եվրամիությունը շարունակելու է կոչ անել, որպեսզի կողմերը հիմնվելով արդեն ձեռք բերված հաջողությունների վրա շարունակեն առաջընթացը հարաբերությունների ամբողջական կարգավորման ուղղությամբ։ Եվրամիությունը կշարունակի աջակցել այս գործընթացին, կիրառելով մեր ունեցած բոլոր գործիքները։ Մենք պատրաստ ենք աջակցել կողմերին երկխոսության մեջ, ուղղված երկարատև եւ կայուն խաղաղության հաստատմանը, եզրափակեց Դան Յորգենսենը։ Հրատապ ընթացակարգով առաջարկված բանաձևը քվեարկության կդրվի այսօր մարտի 13-ին։ Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան կոչ է արել ԱՄՆ-ին միջուկային զենք տեղակայել Լեհաստանում։ Այս մասին հայտնում է Financial Times-ը։ Թերթին տված հարցազրույցում Դուդան ասել է, որ ակնհայտ է համարում, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է միջուկային զենք տեղափոխել Արևմտյան Եվրոպայից կամ ԱՄՆ-ից Լեհաստան։ ՆԱՏՕ-ի սահմանները շարժվեցին դեպի արևելք 1999 թվականին, ուստի 26 տարի անց պետք է լինի ՆԱՏՕ-ի ենթակառուցվածքների տեղափոխում դեպի արևելք։ Դա ինձ համար ակնհայտ է, կարծում եմ, որ ոչ միայն ժամանակն է դա անելու, այլև ավելի անվտանգ կլիներ, եթե այդ զենքերն արդեն այստեղ լինեին, ասել է Դուդան։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր Կրեմլում մամուլի ասուլիսում կարող է խոսել Ուկրաինայի մասին, եթե այս թեմայով հարցեր լինեն։ Դա չի բացառել Ռուսաստանի Դաշնության պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Ամեն ինչ կախված կլինի լրագրողների հարցերից, 10-ին ասել է Պեսկովը, պատասխանելով այն հարցին, թե նախագահները կսահմանափակվեն երկկողմանի թեմաներով, թե Պուտինը կարող է խոսել նաև ուկրաինական հարցի վերաբերյալ, հաշվի առնելով ԱՄՆ վերջին նախաձեռնությունները։ Հինգշաբթի օրը տեղի կունենա Պուտինի եւ Բելարուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի համատեղ մամուլի ասուլիսը։ Մարտի 11-ին Ջիդայում Սաուդյան Արաբիա, ԱՄՆ-ի եւ Ուկրաինայի պատվիրակությունները բանակցություններ են վարել։ Համատեղ ամփոփիչ հայտարարության մեջ նշվում է, որ Կիևը համաձայն է 30-օրյա հրադադարի եւ Վաշինգտոնի հետ հանքային պաշարների վերաբերյալ համաձայնագրի ստորագրմանը։ Դրա դիմաց ԱՄՆ-ն խոստացել է անհապաղ վերսկսել ռազմական օգնությունն ու հետախուզական փոխանցումները Ուկրաինային։ Մոսկվան ակնկալում է, որ Վաշինգտոնն այսպես թե այնպես իրեն կտեղեկացնի Ջիդայում բանակցությունների արդյունքների մասին։ Ամերիկյան SpaceX ընկերությունը չորեքշաբթի չեղարկել է Crew Dragon տիեզերանավի արձակումը ռուս տիեզերագնաց Կիրիլ Պեսկովի մասնակցությամբ Crew 10 անձնակազմի կազմում։ Այս մասին ընկերության մասնագետները հայտնել են SpaceX պաշտոնական կայքում անցկացված հեռարձակման ժամանակ։ Մենք կսպասենք մինչև գործարկելու հաջորդ հնարավորությունը ունենանք։ Այս շաբաթ մի քանի նման հնարավորություն կա։ Մենք հրաժարվեցինք գործարկումից գետնին հիդրավլիկ խնդրի պատճառով, որը կապված էր փոխակրիչի տեղադրողի սեղմիչի հետ։ Թիմերը կշարունակեն ուսումնասիրել այս հարցը եւ լրացուցիչ տվյալներ ձեռք բերել, պարզելու թե կոնկրետ ինչ է տեղի ունեցել, ասել են նրանք։
Crew Dragon-ը պետք է արձակվեր ՆԱՍԱ-ի Քենեդի տիեզերական կենտրոնից Ջոն Քենեդի Ֆլորիդա, բացի Պեսկովից նավի անձնակազմում են ՆԱՍԱ-ի տիեզերագնացներ Էն Մաքլենը եւ Նիկո Այերսը, ինչպես նաեւ Տակույա Օնիշին Ճապոնիայի օդատիեզերական հետազոտությունների գործակալությունից JAXA։ Սպասվում է, որ մարտի կեսերին Ռոսկոսմոս տիեզերագնաց Ալեքսանդր Գորբունովը եւ ամերիկացի տիեզերագնացներ Նիկ Հեյգը, Բարի Ուիլմորը եւ Սունիտա Ուիլյամսը կլքեն ACC Crew Dragon-ով։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Անկարայում Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ թուրքական իշխանությունները պատրաստ են մասնակցել Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև խաղաղ բանակցությունների կազմակերպմանը։ Թուրքիայի դիրքորոշումն այս պատերազմի վերաբերյալ շատ པարզ է եղել։ Առաջին իսկ օրվանից մենք չենք ցանկանում ավելի շատ արյունահեղություն եւ ցանկանում ենք, որ երկու հարևաններն էլ պատերազմն ավարտեն արդար խաղաղությամբ, գրել է նա X սոցիալական ցանցում։ Եթե վերջին իրադարձությունները թույլ տան Ռուսաստանին եւ Ուկրաինային վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ, մենք պատրաստ ենք ցանկացած ներդրում ունենալ արդար եւ կայուն խաղաղության հաստատման գործում, ներառյալ բանակցությունների կազմակերպումը, հավելել է Էրդողանը։ The Washington Post-ի փաստաթուղթը, որը ձեռք է բերվել Եվրոպական անանուն երկրի հետախուզության կողմից, Կրեմլի համար պատրաստվել է վերլուծական կենտրոնի կողմից, որը սերտորեն համագործակցում է ԱԴԾ 5-րդ ծառայության հետ, որը վերահսկում է գործողությունները Ուկրաինայում փետրվարի 18-ին Ռիադում Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջև բանակցություններից մեկ շաբաթ առաջ 100 օրում խաղաղության հասնելու Թրամփի ծրագրերն այնտեղ անիրատեսական են անվանում, իսկ ուկրաինական ճգնաժամի խաղաղ լուծումն անհնար մինչև 2026 թվականը։ Հեղինակների կարծիքով առանց Ռուսաստանի կողմից գրաված տարածքների ճանաչման պատերազմը կարող է նորից սկսվել, օրինակ ԱՄՆ հաջորդ վարչակազմի օրոք։ Փաստաթուղթը պնդում է ոչ միայն օկուպացված տարածքների նկատմամբ Ռուսաստանի ինքնիշխանության ճանաչման, այլև Ուկրաինայի հյուսիս-արևելքում Բրյանսկի եւ Բելգորոդի շրջանների հետ սահմանին բուֆերային գոտու ստեղծման, ինչպես նաեւ Ղրիմի մերձակայքում Ուկրաինայի հարավային շրջաններում ապառազմականացված գոտու ստեղծման մասին։ Այս գոտին ներառում է Օդեսայի մարզը, Ուկրաինայի կողմից հնարավոր զիջումները, ինչպիսիք են ՆԱՏՕ-ին անդամակցությունից հրաժարվելը եւ ընտրությունների անցկացումը, որոնց կարող են մասնակցել ռուսամետ կուսակցությունները, մերժվում են որպես անբավարար։ Իրականում Կիևի ներկայիս ռեժիմը հնարավոր չէ փոխել երկրի ներսում, անհրաժեշտ է դրա ամբողջական ապամոնտաժումը, մեջբերել է թերթը։ Ցանկացած խաղաղապահ ուժ, նույնիսկ պարտադիր չէ, որ եվրոպական փաստաթղթում անվանում է ոչ անհրաժեշտ, քանի որ նրանք ունենան բավականին ուժեղ արևմտյան ազդեցություն, Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը պարբերականին ասել է, որ ինքն անտեղյակ է նման առաջարկություններին եւ որ Կրեմլը աշխատում է ավելի մտածված տարբերակների վրա։ Միևնույն ժամանակ պարբերականը գրում է, որ փետրվարի վերջին Մոսկվայի որոշ գործողությունները լիովին համաունչ են փաստաթղթի առաջարկներին։ Օրինակ, փետրվարի 24-ին Պուտինն առաջարկել է ԱՄՆ-ին համատեղ մշակել հազվագյուտ մետաղների հանքավայրերը գրաված ուկրաինական տարածքներում, իսկ ամերիկյան նոր վարչակազմի ներկայացուցիչների հետ առաջին հանդիպումներում Ռուսաստանը կենտրոնացել է դիվանագիտական ենթակառուցվածքների վերականգնման վրա։ Իրանը հավանություն է տվել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրին, ըստ Prime-ի հայտարարել է Մոսկվայի Իրանի դեսպան Քազեմ Ջալալին։ Իրանի դեսպան Քազեմ Ջալալին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի նախարար Անդրեյ Սլեպնյովի հետ հեռախոսազրույցի ընթացքում պաշտոնապես հայտարարել է համաձայնագրի հաստատման մասին, հայտնել է դեսպանությունը Տելեգրամյան իր ալիքում։ Ավելի վաղ փետրվարի 18-ին Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել էր, որ Իրանն ավարտում է ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտու ստեղծման վավերացման ընթացակարգերը։ Իրանի խորհրդարանն ավելի վաղ վավերացրել էր համաձայնագիրը, որից հետո պայմանագիրն ուղարկել էր Սահմանադրության պահապան խորհրդի հաստատմանը։ Մարտի 2-ին այս վերահսկիչ մարմնի պաշտոնական ներկայացուցիչ Հադի Թահան Նազիֆը հայտարարեց համաձայնագրի հաստատման մասին, նշելով, որ այն չի հակասում երկրի Սահմանադրությանը։ Եվրախորհրդարանը չորեքշաբթի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին մեղադրել է Ուկրաինայի ղեկավարությանը շանտաժ անելու մեջ, բռնի հրադադարի միջոցով կապիտուլյացիայի ենթարկելու համար եւ դատապարտել է Վաշինգտոնի որոշումը չմասնակցել Եվրամիության հետ բանակցություններին, գրում է Պոլիտիկոն։ 720 տեղանոց խորհրդարանի ավելի քան 440 օրենսդիրներ հավանության են արժանացրել համատեղ հռչակագիրը, որը խստորեն դատապարտում է Ուկրաինայի ղեկավարությանը շանտաժի ենթարկելու ցանկացած փորձ հանձնվելու ռուս ագրեսորին
Թրամփին այսպես կոչված խաղաղության համաձայնագիր հայտարարելու միակ նպատակով։ Հայտարարությունը նաև դատապարտել է որպես հակարդյունավետ եւ վտանգավոր Թրամփի վարչակազմի ներկայիս ջանքերը Ռուսաստանի հետ հրադադարի եւ խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցություններ վարելու Ուկրաինայի եւ եվրոպական այլ պետությունների ղեկավարների շուրջ։ Նրանք հավելել են, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պարգևատրվել է Մոսկվայի Ուկրաինայի 3 տարի շարունակվող ներխուժման համար։ Հայտարարությունը ստորագրել են Եվրախորհրդարանի անդամները, եվրապատգամավորները, երկու կողմերից ներառյալ կանաչների, սոցիալիստների եւ դեմոկրատների, լիբերալների, քրիստոնյա դեմոկրատների եւ ծայրահեղ աջերի կողմից։ Ավելին հավելել են օրենսդիրները ԱՄՆ արտաքին քաղաքականության փոփոխությունը նշանակում է, որ Եվրամիության անդամ երկրները դարձել են Ուկրաինայի հիմնական դաշնակիցները, ուստի պետք է մեծացնեն ռազմական օգնությունը։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նախկինում թվում էր, թե չէր ցանկանում խաղաղություն հաստատել, սակայն այժմ նա համաձայնել է Իռլանդիայի վարչապետ Միխոլ Մարտինի հետ հանդիպման ժամանակ։ Լրագրողներին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Ըստ նրա, ամերիկյան կողմն իր հերթին արդեն ինչ-որ բան ձեռնարկելուն մոտ է, եւ ինչպես գիտեք, ես միշտ ասել եմ, որ Ուկրաինան թերևս ավելի բարդ կողմն էր, ասել է ԱՄՆ նախագահը։ Միևնույն ժամանակ Թրամփը հիշեցրել է հետաքրքիր բաները, որոնք ավելի վաղ տեղի են ունեցել Սպիտակ տանը, նկատի ունենալով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ վիճաբանությունը։ Ինձ այցելել էր մի մարդ, որը կարծես թե խաղաղություն չէր ուզում։ Հիմա նա համաձայնել է, ասել է ԱՄՆ նախագահը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ծաղրել է փոխնախագահ Ջեյ Դի Վենսին նրա գուլպանների պատճառով, որոնց վրա երեքնուկի նախշ էր։ Դա տեղի է ունեցել Սպիտակ տանը Իռլանդիայի վարչապետ Մայքլ Մարտինի հետ հանդիպման ժամանակ։ Ինձ դուր են գալիս այս գուլպաները, ես փորձում եի կենտրոնանալ, բայց ես շատ տպավորված եմ փոխնախագահի գուլպաներով, ասել է Թրամփը ծիծաղի համար ցույց տալով Վանսի գուլպաները։ Երեքնուկը Իռլանդիայի ազգային խորհրդանիշներից մեկն է։ Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեին չորեքշաբթի ուսանողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ եթե ամերիկացիներն ու նրանց դաշնակիցները ռազմական հարված հասցնեն Իրանին, պատասխանը վերջնական կլինի եւ նրանք կլինեն պարտվողը, գրում է Մեհրը։ Այսօր աշխարհի խուլիգանները հայտարարում են, թե բոլորը պետք է ենթարկվեն իրենց եւ մեր շահերը վերդասեն իրենց շահերից, սակայն Իրանի Իսլամական Հանրապետությունը միակ երկիրն է, որը վճռականորեն մերժել է դա։ ԱՄՆ նախագահի հայտարարությունը, թե իրենք պատրաստ են բանակցությունների, համաշխարհային հասարակական կարծիքի խաբեությունն է, հայտարարել է նա։ Ըստ Այաթոլլահ Խամենեիի, Վաշինգտոնի հետ բանակցությունները չեն հանգեցնի Իրանի դեմ պատժամիջոցների չեղարկմանը, ինչպես կարող են պնդել ոմանք։ Նա ընդգծել է, որ բանակցությունները ոչ մի խնդիր չեն լուծի։ Իրանը մի քանի տարի անցկացրեց միջուկային համաձայնագրի շուրջ բանակցությունների վրա, սակայն ԱՄՆ նախագահը խզեց գործարքը, ասել է Այաթոլլահ Խամենեին, պարզաբանելով, որ երբ մենք գիտենք, որ նրանք բանակցությունների պայմանները չեն պահպանում, նման բանակցությունների կարիք չկա։ Եթե մենք ցանկանայինք միջուկային զենք ձեռք բերել, ԱՄՆ-ն չէր կարողանա մեզ կանգնեցնել, ասել է Իրանի գերագույն առաջնորդը։ Նա կրկին զգուշացրել է ամերիկացիներին, որ չմտածեն Իրանի դեմ ռազմական գործողությունների մասին, հայտարարելով, որ ցանկացած հարձակման կարժանանա, պատասխանի որն էլ ավելի մեծ կորուստներ կբերի իրենց։ Իրանը պատերազմի չի ձգտում, բայց եթե ամերիկացիներն ու նրանց կամակատարներն ինչ-որ բան անեն, Իրանի պատասխանը կլինի վճռական եւ միանշանակ, իսկ պարտվողը կլինի Ամերիկան։ Իրանը ունակ է հարվածել ագրեսորին եւ անպայման պատասխան հարված կհասցնի, ասել է Այաթոլլահ Խամենեին։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ նամակ է ուղարկել Իրանի գերագույն առաջնորդին բանակցությունների առաջարկով։ Թեհրանն այսօր հաստատել է, որ ստացել է նամակը, որը հանձնել է Արաբական Միացյալ Էմիրությունների պատվիրակությունը։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դժվար թե ընդունի Ուկրաինայում ժամանակավոր զինադադարը, քանի որ ցանկացած համաձայնագիր պետք է հաշվի առնի ռուս զինվորականների հաջողությունները մարտի դաշտում եւ Մոսկվայի մտահոգությունները։ Այս մասին գրում է Reuters-ը հղում անելով ռուսական աղբյուրներին։ Գործակալության աղբյուրներից մեկը հայտնել է, որ Պուտինին դժվար կլինի համաձայնել հրադադարի ներկայիս տեսքով։ Աղբյուրը նշում է, որ Ռուսաստանն ուժեղ դիրքերում է, քանի որ գտնվում է հարձակման մեջ։ Մեկ այլ աղբյուր ասում է, որ Կրեմլը կարծում է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ուկրաինա առաջարկը ծուղակ է թվում, քանի որ Ռուսաստանի նախագահի համար դժվար կլինի դադարեցնել հակամարտությունը առանց երաշխիքների եւ խոստումների։ Մեկ այլ ռուսական աղբյուր, որը զրուցել է Reuters-ի հետ, նշել է մեծ պատկերը, որում Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայնել է վերսկսել ռազմական օգնությունն ու հետախուզական տեղեկատվության փոխանակումը Կիևի հետ, քողարկելով այդ քայլը հրադադարի առաջարկում։ Իսկ այժմ եղանակի մասին մարտի 14-ին սպասվում են առանց տեղումների եղանակ, տեղումներ չեն լինի, օդի ջերմաստիճանը կշարունակի բարձրանալ։